Այս կարգի հիմարներին լսելով մենք ունեցանք ցեղասպանություն, միլիոնավոր զոհեր, այս կարգի հիմարներին լսելով ունեցանք Արցախի կորուստ, որ ասում էին ստատուս քվոն չի խախտվի, այս կարգի հիմարների արդյունքում կորցնելու ենք Հայաստան։ Ես հիմա ձեզ ներկայացնում եմ Արտակ Աֆրիկանսկի մի միտքը եւ դնում եմ հիմա միացնում եմ մի ձայնագրություն, որը դուք կլսեք, որ չմեղադրեք ինձ, որ ես մարդու բառերը ինչ որ կոնտեքստից դուրս եմ բերել եւ ներկայացնում ձեզ։ Խնդրում եմ լսեք։ Ձերտալի եմ ասում, եթե մենակ տրիպ ենք վերցնում, ինքը մեզ անձեռնատու ինչ-որ համակարգ է 25-75 թե ինչ է, ու եմ ասում, մենք ամբիցիաների հետևից չգնանք, ոչ ոք չի թողելու sense թույլ երկրին 4 միլիարդից ավել մարդ բիզնես իրար հետ կապել, էլի դա չեղած բան է, էլի, ասեն երկրագնդի կեսից ավելը կապնվելու է մեր հողով ու մենք ենք վերահսկելու, էդի մենք ընկնելու ենք իլյուզիաների հետևից, բայց եթե փաթեթով վերցնենք, ասենք ամերիկան այդ տրիպի ժամանակ մեզ տալիս է մեր խախտված իրավունքների հարցը, մեզ տալիս է մեր տարածքային ամբողջականության Արցախի հարցը չէ, Արցախի ազատագրումը, Նախիջևանի ազատագրումը, դա մեզ շատ ձեռնատու տարբերակ է, այստեղ մենք 25% ենք վերցնում, բայց այն մյուս կողմից մենք վերականգնում ենք, ասենք, Արցախի հարց, Արցախ, ազատագրում Նախիջևանի եւ նույնիսկ այն մյուս Մերձկասպյան այդել վարակիչ է լինելու, հա, բռնի միացրած ժողովուրդների հարցն է լուծվելու, այդ դեպքում շատ լավ ծրագիր է։ Իսկ այնց տրիպ ես եթե մի ճշտող հաստամ ձեզ եթե կարելի է մեր իշխանություններից ոչ մեկը երբևէ նման հարցեր չի բարձրացրել որևէ մեկի առաջ եւ ես ավելի քան վստահ եմ որ Թրամփի մոտ էլ այդ հարցերը որպես այդպեսին բարձրացված չեն բարձրացվելու դեպքում դուք չեք կարծում որ Թրամփը կվերաբերվի այդ հարցին այնպես ինչպես իր սենյակում հայտարարեց Զելենսկուն որ եթե դուք ուժ չունեք ուրեմն պետք է զիջեք հիմա ինչ եք կարծում որ ամերիկյան քաղաքականությունը Թրամփի կարող է տանել նրան որ դու երկիրը որը ունի իրավունք ուրեմն այդ իրավունքը ինչ որ ձևով վերականգնի Թրամփը Լսեցիք, հուսով եմ։ Ես հիմա մի հարց եմ տալիս Արտակին։ Որտեղ է թրիփում գրված կամ լսել ես դու քո ինչ որ մի զուգահեռ եզերքներում եւ երազանքներում, որ նա պարտավորվում է Միացյալ Նահանգները վերադարձնել Հայաստանի Նախիջևանը եւ Արցախը։ Ինչ պատասխանի։ Ես ասեմ օրինակ Նոյան տապան լսելը, նամանավանդ առավոտ շուտ ես որ լսեցի, դա վնասակար է մարդու հոգևոր առողջությանը եւ հոգեկան աշխարհին։ Պետք չի։ Ես լսեցի եւ այսահարվեցի։ Ես առանց էմոցիաների չկարողացա դա մարսել, յուրացնել այդ եւ այդ լրագրողի տխմար պատասխանը, որ ասում է իսկ չեք վախենում դες Տրամփը գցի Զելենսկու օրը փոխարեն ասեր այ անասուն Աստապ Բենդեր դու որտեղ ես այնտեղ կարդացել կամ ով է քեզ ասել որ Տրամփը թրիփի 26%-ից բացի որ ասում է այսքան վերցիկ երաշխավորում է Նախիջևանի եւ բանի վերադարձը Հայաստանին Արցախի հա այսպիսի հարց չի տալի դրա համար այս ձևի մարդիկ գտնում են այս ձևի լրատվականներ որտեղ պարզապես խոտ են արածում բաներ էլի հրավիրող կողմը կամ մյուս լրագրողով նստած է հակառակ կողմը չկան ինտելեկտով մարդիկ որ տան ինտելեկտուալ սենց ասած բան ստացվի ոնց անուն են ստրիմ խոսակցություն զրույց երկու ինտելեկտուալ մարդու մեջ այլ տալիս են ինչ որ խոտակեր նստում է լրագրող ու նույն հիմար հարցերը տալիս է ես Այն գլխից ես այս մարդու հետ մտքերը տեսա, որ սա ամբողջավարություն է, ինքը խելացի մարդ է։ Ինքը շատ լավ հետաքրքրված է Հայաստանի մի տգետ անգրագետ զանգվածով, որի ձայների համար այսօր պայքարում են մի քանի քաղաքական ուժ։ Որ ինքը ասում էր, ես վարձկաններով գնալու եմ գրավեմ Արցախը եւ Նախիջևանը։ Երբ որ Ադրբեջանը եւ Շուշիի համաձայնագրի հետ միասին համաձայն Թուրքիան եւ Ադրբեջանը կնքել են մի պայմանավորվածություն ունեն, որ նրանց բանակները միասին պետքա իրանց թշնամիներին պատասխանեն։ Նշանակում է ինչ-որ մի վարձկան է ինքը գտել, որ ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակի դիմաց պետքա կռվի։ Այդ վարձկանները քո համար Աֆրիկայում կարող է գնային ինչ-որ մի հատ հանք գրավեին, այն բաներ կային, ապստամբներ կային այնտեղ այդ ձևի էլի խմբավորումներ։
Սա քո համար Աֆրիկան չի։ Ակունա մատատա հեքիաթներ ես պատմում։ Խորքային ինչ որ մի անասուն զանգվածի, որը դաստիարակվել է ստգետ այս միջավայրում, ու որ դուք հիմա նրանց ձայների համար եք կռիվ տալիս, որ ազգային ժողով գոնե մի քանի տոկոս ունենաք, շեմը հաղթահարեք, եւ հետո տոկոսը $1 միլիոն առևտուր անեք։ Ձեր նպատակը սա է, արտակ աֆրիկանսկի։ Քո նպատակը ուրիշ ոչ մի բան չկա։ Քո նպատակը սեփական գրպանի մասին մտածելն է։ Դու շատ խելացի ես, դու շատ լավ օգտագործեցիր բանին, այն Գագիկ Թադևոսյանին ժամանակին, նրա միջոցով PR-վեցիր։ Հիմա գտել ես մի հատ ավելի հարմար աղջիկ, որ ընդհանրապես ով գիտի Արիանն Աֆրիկայի տեղը չգիտեր քարտեզի վրա։ Ձեզ ներկայացնում է կարծես մի երկրի փոխոստիկանապետ, կարծես Շվեյցարիան ա եղել կամ Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգը։ Ես ձեզ ժողովուրդ ասեմ, Քենիան դա մի երկիր ա եղել, որտեղ ոստիկանությունը նույնիսկ չի արձագանքել բռնաբարության դեպքերին։ Հա, եթե մարդ են բռնաբարել, կարող ասեն հոգեբանական աջակցության այս համարատային ասեն ընդեղ զանգեք։ Գնացեք ձեր ցավը պատմեք։ Ոստիկանությունը չի էլ արձագանքել։ Դա մի երկիր ա, որտեղ ֆավելներ կան, որտեղ ոնց ձեզ ասեմ, պատկերացրեք, ես կարդացի, որ նույնիսկ գնաց քա շուռ եկել, որտեղ կեղտոտած քաքը տոպրակների մեջ ինչ որ գցել են այդ ռելսերի վրա, կեղտա թափված եղել եւ գնաց քշուրա եկել։ Սա է ձեր համար Քենիան։ Քենիան այդ ձևի երկիր է, որտեղ բոլոր բանդաները, բոլոր ամբողջ կրիմինալ այդ աֆրիկյան այդ ձեռագիրն է, ունեն ռազմականացված ինչ որ security service-ներ, ոստիկանությանը կից, բանակը առանձին ունի, այն մյուս ընդեղ ունի, մի բանդան ընդեղ ունի։ Դա մի հատ կրիմինալ տարածք է, էլի Աֆրիկան։ Հանած եզակի ինչ որ երկրներ, օրինակ Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն։ Մնացածում սաղ նույնն է, ամեն ինչ նույնն է։ Զինվորականը այնտեղ բացեք դուք կարդացեք, զինվորականը նույն կրիմինալն է, ոստիկանը նույն կրիմինալն է։ Ապստամբները որ կան, այդ մարդկանց ձեռքեր կտրող բան, դրանք նույն կրիմինալն է։ Գնում են սրա հանքը գողանան, օրինակ հանքանյութ են միտից արտանում։ Այս հանքանյութը արտանող այդ բանը պաշտպանեն, պետությանը հարկ չտան, չևեկան ընդեղ կանգնի ու ընդեղի օգտակար հանածոն պետության բանից գրպանից են կողմ, դա պետության բյուջե չի մտնում ոչ մի բան։ Արտահանեն գնորդ երկրներ։ Այդ է Աֆրիկան։ Այդ հրաշքը որ ներկայացնում այն աղջիկը զարմանում է Քենիայի փոխոստիկանապետ։ Այս է մեր ազգի մակարդակը, էլի, այս ձևի երևույթներ երբեք նորմալ երկրներում նույնիսկ այն դեղին պրեսայում չեն հայտնվի։ Բայց մեզ մոտ ինչ որ մի նոյան տապան կանչում է, հրավիրում է ու հիմար հարցազրույց է անցկացնում։ Պարզապես հիմար հարցազրույց։ Ու էլ եմ ասում, մի հետևեք այս ձևի ալիքներին։ Այս ձևի մարդիկ էին, որ 15 թվականին ասում էին ջարդերից առաջ, այ այն կողքի գեղի, չոբանի, ես իմ կնիկը ինձ ասել է, որ ձեզ ձեռ չեն տա, մի մտածեք։ Եկեղեցու են տերդերը ասել էր, ինձ եսի մեզ ինչի ասել է, որ սուտ է այդ ամեն ինչը, ժողովուրդ հանգիստ նստեք, ոչ մի ջարդերը չկա, որ մեր գյուղը չեն մտնի։ Ու այսենց փափուկ բարձը դրեցին, արդյունքը տեսանք։ Ղարաբաղի այս հարցերը փափուկ բարձը դրեցին, ամեն մի սկարքի դեգեներատ լրատվականներ ու փորձագետներ ասում էին ստատուս քվոն չի բանանի, վերջ, սա արդեն վերջնական է, մենք այն բանի Հունաստանի այդ Կիպրոսի ձևով այդ մինչև 100 տարի էլ կապրենք, մինչև աշխարհի վերջ, Հիսուսի երկրորդ գալուստ։ Այսինքն փափուկ բարձը դրեցին, տեսանք ինչ եղավ։ Հիմա նույն ձև փափուկ բարձը դնում են ձեր գլխի տակը։ Ժողովուրդ ջան, մի լսեք սրանց։ Դուք ու մենք պետք է մտածենք, ես անին դրան առանձին կարադառնամ, որ ձևավորենք նոր համազգային մասնագետներով համալրված մի շարժում։ Իրական ազգապետության մասին մտածող, այլ ոչ թե սկարքի ավանտյուրիստներով եւ աստապ բենդերներով համալրված ուժ։ Իսկ ինչ որ մնում է նայեք, այն որ կար։ Ես միջև չունեմ պատասխան Վարդան Ղուկասյանի կողմից եւ Լևոն Բաղդասարյանի
տեղյակ եմ, այլ անձամբ եմ խոսացել Լևոն Բաղդասարյանի հետ։ Լևոն Բաղդասարյան, տիկ-տակ, ժամանակը գնում է, պատասխանեք։ JD Vance-ը գալու է ամսի 9-ին, փետրվարի 9-ին, արդեն օրն էլ է հայտնի։ Եվ նույն ձև ասում եմ Հայկ Մանասյան։ Ձեզանից ընդհանրապես չեմ խոսացել։ Տեսեք, Լևոն Բաղդասարյանի հետ խոսացել եմ, Հայկ Մանասյանի հետ չեմ խոսացել։ Չկա ոչ մի բան։ Ոչ պատասխանում է, ոչ զանգերին է պատասխանում։ Հայկ Մանասյան, ժամանակը գնում է տիկ-տակ։ Խոսացել եմ, մնացած բոլորի հետ կապնվել եմ, Պարուր Հայրիկյանի հետ եւս, դեռևս պատասխաններ, կասեմ ով է տվել։ Մյուս հաջորդ հաղորդման ժամանակ, երբ որ արդեն նվիրված կանեմ ու կտեսնենք ով է այդ շարժման հիմա հիմքում մասնակցում, ով է սկսելու խոսել, զարգացնել այդ թեման, ժողովրդին այդ զրույցներ տանել իրենց հետևորդների հետ շրջանակում, մոբիլիզացնել մի ռեսուրս զանգված, որ գնանք ու այդ գործընթացը արվի Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց։ Սա կրկին եմ ասում, սա ապա քաղաքական է, ես սրա մեջ քաղաքական ոչ մի բան չեմ ուզում գտնեմ ոչ մեկի համար, սա ասենց ասած դիվանագիտական պատերազմ պետք է լինի մեր դիրքի համար, Հայաստանի դիրքի համար ապագայում, մոտակա ապագայում նույնիսկ։ Սա ոչ մեկին դիվիդենդ տվող բան չի, ու պետք չի սա քաղաքականացնել, որ ես սրա կողքը կլինեմ, չեմ լինի։ Սա ընդհանուր թշնամի է, որի դիմաց պետք է կանգնենք, ոնց կանգնեցինք 44 օրյա պատերազմի ժամանակ։ Հասկացաք։ Կապ չունի դաշնակա, հանրապետականա, նիկոլականա, վարդանականա կամ աֆրիկականա։ Շնորհակալություն։